Օրակարգը սկսում է աշխատանք հանրայինի ուղիղ եթերում, բարի լույս։ Նախ մեկ լուր առաջնագծից երեկ Ադրբեջանը կրկին սրել է իրավիճակը շփման գծում, երեկոյան ժամը 20:20-ի սահմանում, ինչպես հաղորդում է Պաշտպանության բանակը, հարավային ուղղությամբ թշնամին կիրառել է TR-107 համազարգային կրակի կայանքներ Ալ-Խալու գյուղում տեղակայված ռազմակայանից։ Բանակի համապատասխան ստորաբաժանումներին հաջողվել է ֆիքսել այդ արձակումները։ Կարճ ժամանակ անց Արցախը պատասխան հարված է հասցրել։ Հայկական կողմը կրակ է բացել հակառակորդի կողմից օրվա ընթացքում մի քանի անգամ ձեռնարկված հարձակումից հետո։ Հակառակորդ կողմի գաղտնալսման արդյունքում հասկանալի է դարձել, որ ադրբեջանական կողմում տուժածներ կան, հայկական կողմը կորուստներ չունի։ O Karagah'ın kabak tarafında ha. Onun kabak tarafı o tarafa da. Allah ben ağırdı dedi. 3 nefer ağırdı dedi. Bir ikisi de elə belə yüngül. 3 tanesini attılar. Hele çollar da bilmirlər qaçıblar işte. Bir kendinin yarısı qaçıb. Nasıl kilədən hamısı qaçıb. Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության տոնը, մեր երկրի մայրօրենքը արդեն 22 տարեկան է, 1995 թվականի հուլիսի 5-ին երկրի հիմնական օրենքի նախագիծը ներկայացվեց համաժողովրդական հանրաքվեի, դա անկախ Հայաստանի առաջին սահմանադրությունն էր, որը ամրագրում էր ազատ, անկախ և ժողովրդավար Հայաստանի հիմնադրույթները։ 2005 թվականին կրկին հանրաքվեով մայրօրենքը փոփոխվեց և լրացվեց, ինչի արդյունքում ընդլայնվեցին մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, համապատասխանեցվելով մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային։ 2005-ի սահմանադրական բարեփոխումները ուղղված էին խորհրդարանի լիազորությունների ընդլայնմանը։ Մայրօրենքը ևս մեկ անգամ փոփոխության ենթարկվեց 2015-ի վերջին դարձյալ հանրաքվեով։ Փոփոխության համաձայն մեր երկիրը կիսանախագահականից դառնում է խորհրդարանական կառավարմամբ երկիր։ Մայրօրենքի ընդունման 22-ամյակի տոնական շքերթով պայմանավորված այսօր ժամը 18-ից մայրաքաղաքում փակ կլինեն Մաշտոցի Պողոտան, Ամիրյան Պուշկին, Աբովյան փողոցները, ինչպես նաև Հանրապետության հրապարակ, Ազատության հրապարակ տանող ճանապարհները։ Իսկ երեկ Միացյալ Նահանգները նշում էր անկախության 241-րդ տարեդարձը, այդ առիթով Հայաստանի ղեկավարը ուղերձ է եղել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին և այցելել Հայաստանում ամերիկյան դեսպանատուն։ Հայաստանի նախագահն ու դեսպան Ռիչարդ Միլսը ծիրանենի են տնկել դեսպանատան Բաքում։ Մոտ 4 տարուց ամերիկյան դեսպանատան Բաքում տնկված այս ծիրանելիները բերք կտան, հիշեցնելով ԱՄՆ անկախության 241-րդ տարեդարձի օրը։ Դեսպան Միլսը շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահին այցելության և շնորհավորանքի համար։ Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Հայաստանի հետ իր երկարամյա գործընկերությունն ու անկեղծ բարեկամությունը, և վերջին 25 տարիների ընթացքում մենք միասին կերտել ենք ամուր կապեր դիվանագիտության, զարգացման, ռազմական, առևտրային տիրույթներում ու մեր ժողովուրդների միջև։ Տարիներ ի վեր մեր երկրին ցուցաբերվող օժանդակության համար, այդ թվում խորհրդարանական ընտրությունների կազմակերպման ընթացքում Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին և բարձր գնահատել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ԱՄՆ-ի հետ ձևավորված սերտ համագործակցությունն ու երկկողմ միջպետական հարաբերությունների մակարդակը։ Բարձր եմ գնահատում Հայաստանի տնտեսական զարգացմանը, բազմավորորդ բարեփոխումներին, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, տարիներ շարունակ ցուցաբերվող ԱՄՆ աջակցությունը, միտված մեր երկրի պետականության ամրապնդմանը։ Հայ-ամերիկյան կապերի սերտացման հարցում, գրել է նախագահը, անխոս մեծ է նաև ամերիկահայ համայնքի դերակատարումը։ Չեմ կարող չնշել Միացյալ Նահանգների որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ներդրման կարևորությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում։ Հավատացած եմ, որ Միացյալ Նահանգների ակտիվ ներգրավվածությունը մյուս համանախագահող երկրների Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ համատեղ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կհանգեցնի ցանկալի արդյունքի, խնդրի խաղաղ և տևական կարգավորման։ Հայաստանի նախագահը հույս է հայտնել, որ համատեղ հետևողական ջանքերով հայ-ամերիկյան օրակարգը կհարստացվի երկուստեք հետաքրքրություն ներկայացնող նոր նախաձեռնություններով ու ծրագրերով։ Արթուր Գրիգորյան, օրակարգ։ Երեկ անկախության տոններ նշում նաև Բելարուսը, այդ առիթով նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է եղել Ալեքսանդր Լուկաշենկոին։
Փոխադարձ համակրանք և քառորդդարյա դիվանագիտական հարաբերություններ նախագահ Սարգսյանի խոսքով հայ-իսպանական գործակցությունը շատ ամուր է, այս մասին երկրի ղեկավարը ասել է ընդունելով Հայաստանում Իսպանիայի թագավորության նորանշանակ դեսպան Իգնասիո Իբաենես Ռուբիոյի հավատարմագրերը, նրա նստավայրը Մոսկվայում է։ Դեսպանը վստահեցրել է, որ Իսպանիան պատրաստ է աջակցել Հայաստանին Եվրամիության հետ համագործակցության հարցում, իսկ ինքը անելու է առավելագույնը Հայաստանն իր հարուստ մշակույթով, պատմությամբ և ներդրումային հնարավորություններով Իսպանիայում ավելի ճանաչելի դարձնելու համար։ Հաջորդ թեմայի մասին խորհրդարանը արտահերթ նիստում հաստատել է կառավարությանն առաջարկը 100 միլիոն խորանարդ մետր ավելի ջուր վերցնել Սևանա լճից, որպեսզի երաշտից փրկվեն 130,000 ֆերմերների դաշտերն ու այգիները։ Նիստին զուգահեռ մի քանի տասնյակ բնապահպաններ բողոքի ակցիա են անցկացրել ազգային ժողովի մոտ, համոզմամբ, որ ջրառը ավելացնելը անթույլատրելի է, չնայած վերջին 15 տարում լճի ջրի մակարդակը 4 մետրով բարձրացել է։ Գեղամագեղեցկուհին մեկի համար կարող է էսթետիկ հաճույք լինել, մյուսի համար համամարտկային արժեք, երրորդն էլ ասում է, չվնասելով լճին պետք է կարողանանք ջուրն արդյունավետ օգտագործել նաև ոռոգման նպատակներով։ Ընկալումները տարբեր են, ոչ միայն լճի դեպքում։ Իմ երեխաները կով էին տեսնում փոքր ժամանակ, ուրախանում էին, վայ կովիկ։ Բայց գյուղաբնակի համար կովը դա իր ապրուստի հիմնական եւ ամենակարևոր միջոցն է եւ իր ընկալումը այդ կենթանու եւ քաղաքաբնակ չի ընկալումը բացարձակ տարբեր է։ Այնպես որ ըստ Սաղաթելյանի ընկալումների տարբերության արդյունքում կարծիքների բախում միշտ է լինելու։ Կառավարության առաջարկը պատգամավորի համոզմամբ տրամաբանական է։ Տարին սակավաջուր է, ջրամբարները կիսով չափ են լցված, 130,000 գյուղացիական տնտեսությունը ոռոգման խնդիր ունի, հարցը լուծել է պետք։ Սևանը կարող է օգնության ձեռք մեկնել եւ օրենքով թույլատրելի 170 միլիոն խորանարդ մետրի փոխարեն նախագծով առաջարկվում է լճից 100 միլիոն խորանարդ մետրով ավելի 270 միլիոն խորանարդ մետր ջուր վերցնել։ Քանի տարվա մասնագիտական եզրակացություն արա, առաջիկա օրինակ 20 տարին, 30 տարին Սևանի մակարդակի տատանում ինչպես է լինելու։ 2002 թվականին որոշում է ընդունվել կառավարության կողմից 30 տարվա ծրագիր, որպեսզի մինչև 2031 թվականը Սևանա լճի մակարդակը բարձրացնել 6 մետրով։ 2002-ին ջրի մակարդակը 1896 մետր եւ 32 սանտիմետր էր, այսօր 1900 մետր եւ 91 սանտիմետր։ Աճը 4 մետրից ավելի է, պատգամավորներին տեղեկացրեց ջրային տնտեսության կոմիտեի ղեկավարը Սա Ծառուկյան դաշինքում գիտեն, ասում են նաեւ, որ կողմ են քվեարկելու գյուղացիներին օգնելու խնդիր կա, բայց մտահոգ են, լրացուցիչ խնդիրներ չլինեն։ Եթե գյուղացու բերքը չորացավ, մենք խնդրեմ ենք ունենալու։ Սևանի վերարտադրությունը չհակադրենք այդ խնդրին։ Իսկ գյուղացիական այդ տնտեսությունների իրական պահանջարկը հաշվել եք, հարցնում են ելքից։ Հենց այդ չափով է ջրառն անհրաժեշտ։ Պատգամավոր Զեյնալյանը արձանագրել է ռազմավարական սեյսմիկ փորձաքննություն չի իրականացվել։ Չի ուսումնասիրվել արդյոք մագնեզիումի պարունակությունը, որը կա ջրում, թույլ տալիս է իրականացնել ոռոգում եւ արդյոք մենք չենք փչացնի այն հողերը, որոցով ոռոգելու ենք այս ջուրը։ Հաշվարկել ենք ամեն բան, հակադարձում է կառավարության ներկայացուցիչը։ Սևանը համամարտկային արժեք է, ավելացնում է գլխադասային հանձնաժողովի նախագահը։ Աստված մեզ տվել է ամենամեծ արժեքներից մեկը իդեմը Սևանի։ Ջրառն ըստ Վարդևան Գրիգորյանի լճի էկոհամակարգի վրա ազդեցություն անպայման կունենա, բայց վտանգավորության չի հասնի եւ համամարտկային արժեք գեղամագեղեցկուհուն չվնասելու նպատակով առաջարկել ունի։ Հստակ սահմանել սույն օրենքի գործունեության ժամկետը։ Սոսնչեցնել ասել, թե սա կատաստրոֆա է, ճիշտ չէ, հայտարարում են դաշնակցությունից։ Աղվան Վարդանյանը ցանկանում է, որ բնապահպաններն օրինակ անտառատնկման առաջարկ անեին կամ ողջունեին կառավարության որոշումը, որ Սևանի թերակղզում կարգ ու կանոն է հաստատում։ Եվ վերջո առաջին ընթերցմամբ քվեարկության հերթն էլ եկավ։ Կողմ 77, դեմ 3, ձեռնպաճկա։ Դեմ էին ելքում, համարում են, թե ոռոգման հարցը այլ եղանակով կարելի է լուծել, ասում են նաև նախագծում մայր օրենքին հակասող դրույթներ են գտել, կդիմեն սահմանադրական դատարան։ Սիրանուշ Մուրադյան, Արտակ Գևորգյան, օրակարգ։ Կառավարությունում քննարկվել է ընդերք օգտագործման ոլորտի բարեփոխումների ընթացքը, աշխատանքային խումբը վարչապետին ներկայացրել է ընդերքի երկրաբանական ուսումնասիրության եւ այդ նպատակով կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ հիմնական եզրահանգումները։ Կառավարության ղեկավարը ընդհանուր առմամբ հավանություն է տվել առաջարկներին եւ հանձնարարել է շարունակել աշխատանքները ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզի շուրջ։ Հայաստանը մեր տիպի պետությունների համեմատ շատ ավելի կայուն տնտեսություն ունի, այս գնահատականը հնչել է միջազգային Fitch կազմակերպությունից։ Վարկանիշային կառույցը մեր երկրում արդեն երկրորդ համաժողովն է անցկացնում։ Մասնագետները նկատել են, որ մեր դրամատները խոշորացումից հետո ավելի կայուն են դարձել տնտեսական ցնցումների նկատմամբ։
B+ կայուն կանխատեսմամբ Fitch ռեյթինգայինը նախորդ շաբաթ վերահաստատեց Հայաստանի վարկանիշը։ Հենց նման գնահատականներն են դրսի ներդրողին հուշում։ Արժե գնել այդ երկրից բորսաներ հանվող եվրաբոնդը։ Պետությունն ինչ վճարունակություն ունի, ասում է գործակալության ԱՊՀ գրասենյակի ղեկավարը։ Ստաբիլный прогноз означает Վարկանիշի կայուն կանխատեսումը նշանակում է մենք կայունություն ենք սպասում 18 ամսվա հեռանկարում։ Հայկական տնտեսությունն այժմ ցնցումների նկատմամբ շատ ավելի կայուն է, քան 2008-ից 14 թվականներին, պնդում է գլխավոր դրամատան փոխնախագահը։ Բանկիրների լեզվով ասած, ռիսկ պրեմիան 4, մաքսիմում 5% է։ Հիմա օրինակ մեր ռեյտինգը Հունաստանի ռեյտինգից լավն է։ Այդ իմաստով եթե վերցնենք, մեր ռեյտինգը համադրելի է նաև Վրաստանի, Մոլդովայի։ Երկրի սուվերեն վարկանիշից բացի Fitch-ը մեր շուկայում ռեյթինգ է շնորհել 3 բանկի, նրանցից մեկի Արչին բանկի ռիսկերի կառավարման պատասխանատուն վստահ է։ Հայաստանյան ֆինանսական դաշտին անհանգստացնող խնդիրները նահանջեցին, երբ բանկերի առաջ խոշորացման պահանջ դրվեց։ Միաձուլումների արդյունքում տոկոսադրույքն իջավ, ինչը տնտեսության օգտին է։ Չկրկնենք, կապիտալիզացիայի պահանջն առաջարկում է։ Համոզված եմ, որ 3-4 տարվա ընթացքում կարելի է նորից բարձրացնել կապիտալի նվազագույն մակարդակը, այդպիսով ավելի կոնսոլիդացնելով եւ ավելի բարձրացնելով թե ֆինանսական կարգապահությունը, թե որակական մակարդակը բանկային համակարգի։ Երկրի արտաքին պարտքը մեծ է, թեպետ մարումն ըստ գրաֆիկի նորմալ է։ Ղարաբաղի հիմնախնդրի հարցում վերջին լարվածությունները հույս ունեն լոկալ կմնան, ասում են։ Հայաստանի որևէ ռիսկ Fitch-ի համար գաղտնի չէ։ Այդուհանդերձ լավատես են, սա հումքից կախված Ռուսաստանը չէ, տնտեսությունն այստեղ դիվերսիֆիկացված է, նկատում է փորձագետներից մեկը։ Հայաստանը կարող է ցույց տալ ավելի արագ աճ, քան նախատեսում ենք, պետք է պահպանել դրական միտումները։ 2019-ին վիճակն ավելի կայուն կլինի, զեկույցի եզրափակեց Էրիկ Արիսպեն։ Ավելի վաղ խոստովանել էր Fitch-ում իրենք մի քիչ կոնսերվատիվ պահպանողական են։ Հերմինե Բաղդասարյան, Էդգար Դավթյան, օրակարգ։ Օպերատիվ ինչ նոր մեխանիզմներով կարելի է արագ հայտնաբերել թմրանյութերի մաքսանենգության դեպքերը, ինչպես կանխարգելել նարկոբիզնեսի տարածումը պետությունից պետություն եւ նման դեպքերը քննելու ինչպիսի առանձնահատկություններ կան։ Այս հարցերն են եղել Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցների եւ Միացյալ Նահանգների թմրամիջոցների դեմ պայքարի վարչության գրասենյակի, նաեւ Ուկրաինայի իրավապահ ոլորտի ներկայացուցիչների հանդիպման օրակարգում։ Թեմատիկ քննարկմանը կողմերը պատրաստակամություն են հայտնել օգնել միմյանց թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում, հայտնում են ՊԵԿ-ից։ Նախնական համաձայնություն է ձեռք բերվել նաև ինֆորմացիա փոխանակել այդ ուղղությամբ։ Ամփոփվել են ԵՍ-եմ եւ պատիվ ունեմ ծրագրերի համայնքային քննարկումները։ Երևանում կայացած ամփոփիչ քննարկմանը մասնակցել է նաև Պաշտպանության նախարարը։ Վիգեն Սարգսյանը ծանոթացել է հնչած տեսակետներին, պատասխանել հարցերին, կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ներկայացուցիչներին, նախարար Սարգսյանը կարևորել է նման քննարկումները հանրային իրազեկման տեսանկյունից։ Քննարկումը շատ օգտակար էր եւ սպասելու եմ ամփոփմանը, որովհետեւ կարծում եմ այս քննարկումների մեջ հնչել են շատ հետաքրքիր մտքեր, հարցեր, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել քաղաքականությունը մշակելիս, հարցեր, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել իրականացնելիս այս քաղաքականությունը եւ նաեւ ոչ ուղիղ առնչվող, բայց բանակի կյանքի հետ, ծառայության հետ կապված այլ հարցեր։ Հայաստանի հյուսիսում 3 տեղի ունեցած երկրաշարժից խոճապի մատնվելու պատճառ չկա, հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից։ 3-4 բալ ուժգնության ցնցումը զգացվել էր Ստեփանավանում, Արտիկում, Աշոտսկում, Գյումրիում։ Ուժգնությունը էպիկենտրոնում եղել է 4-ից 5 բալ։ Գյումրեցիների արձագանքները Սուսան Բադալյանի անդրադարձում։ Ու տեղաշորի մեջ ես արդեն պարգած էի, հելած էի, որ ինչ որ թափ տվեց, ոնց որ մարման դերեխու օրոսն են օրորում։ Առավոտվա երկրաշարժին էպիկենտրոնում Գյումրիում տարբեր կերպ են արձագանքել։ Հետո մեր 2-3 հատ կնիկ ունի կենոն արդեն միշտ էլ ելին թեկուզի մեկ ադու մասի ելին ղժրտոցները կգցեն։ Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության սարքերը ցնցումները ֆիքսել են, ուժգնությունը 4-5 բալ։ Շատ չէ, բայց Գյումրիի տարածաշրջանի համար սա էլ է շատ։ Երկրաշարժը գտնվում էր ուղիղ քաղաքի տակ։ Բնակիչները դա զգացել են։ Անհանգստանալու ոչինչ չկա, Գյումրիում խոցելի շենքեր չկան, հանգստացնում են Սեյսմիկում։ Գիտությունների դոկտոր պրոֆեսորը հաճույքով նկատում է հենց իրենց ստեղծած ու նոր գործարկվող սեյսմանթունիչ սարքերն են, որ ոչ մի ցնցում բաց չեն թողնում գետնի վրա ու տակ։ Թվային ժամանակակից սարք է, որը հենց թվային տեսքով ուրեմն կատարում է այդ գրանցումները։ Սեյսմիկի մասնագետները երկրաշարժի կոորդինատներով հարևան գյուղերել են մտել։ Բարեբախտաբար վնասված տներ ու խուճապահար տրամադրություններ չկան։ Մի հատ խփեց հեռացավ, մի հատ խփեց տարավ բերավ ու բրձավ։ Սուսան Բադալյան, Աննա Մարտիկյան, Մարտին Գևորգյան, օրակարգ։
Չելյաբինսկում ջրահեղձ եղած 7 հայերը նախնական տվյալով Ռուսաստանի քաղաքացիներ են, օրակարգին հայտնել է մեր արտգործնախարարության խոսնակը։ Մաքսիմ Կալլաջում խեղդվածներից 4 երեխաներ են, նրանց փրկելու համար ջուրն էին նետվել 2 տղամարդ, որոնք նույնպես խեղդվել են։ Այդ լճում լողալը արգելվում է։ Լիճը, որտեղ խեղդվել են մեր հայրենակիցները, պատկանում են նրանցից մեկին։ Ջրամբարի ամենախորը հատվածը 2 մետր է և դեռևս պետք է պարզել, թե ինչն է եղել մարդկանց ջրահեղձման պատճառը։ Անցկացվում են համապատասխան գործողություններ մահվան պատճառները պարզելու համար։ Նաև պարզում ենք նավակի տեխնիկական վիճակը։ Նավակում, որը նախատեսված է 4 հոգու համար, եղել է 9 մարդ, նրանցից հաջողվել է փրկվել 4-ին, բոլորն էլ երեխաներ են, մահացել է 3 տղամարդ և 4 երեխա։ Որպես նավի շրջվելու պատճառ նշվում է եռբեռնվածությունը, նաև փրկարարական բաճկոնների բացակայությունը։ Նավակը շուռ եկավ, բոլորը միջից ջուրն ընկան։ Ուզում էին երեխաներին փրկել, չստացվեց։ Նրանց հետ խեղդվեցին։ Հայտնի է, որ մահացածներից 3-ը մեկ ընտանիքից են, հայրն ու 2 որդիները, մյուս 4-ը երկրորդ ընտանիքից, 2 եղբայրն ու իրենց որդիները։ Ընտանիքի անդամները նշում էին մահացածներից մեկի դստեր դպրոցն ավարտելը։ Հայկ Հովհաննիսյան, օրակարգ։ Բավարիայում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի հրդեհից փրկվել է 30 ուղևոր, անհետ կորած 18 քաղաքացիները մահացել են, հայտարարել է Գերմանիայի կառավարությունը։ Ավելի ստույգ ուղևորները այրվել են ավտոբուսում, ողբերգական վթարի կապակցությամբ Հայաստանի նախագահը ցավակցական հեռագիր է ուղարկել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերին։ Պաշտոնական Բաքուն դեռ չի արձագանքել բուլղարական Տրուդ ֆարբերականի սկանդալային հետաքննությանը, որտեղ լրագրողը փաստերով ներկայացնում է, թե ինչպես է Ադրբեջանը 350 չվերթ իրականացրել ահաբեկիչներին զինելու համար։ Ինքնաթիռները իբր դիվանագիտական բեռներ տեղափոխելու պատրվակով օդ են բարձրացել և ուղղություն վերցրել Սիրիա, Իրաք, Աֆղանստան և Կոնգո։ Ինչ կարող է սպառնալ Ադրբեջանին այս բացահայտումներից հետո, Սոնա Աղբալյանն է պատմում։ Ադրբեջանն աջակցում է ահաբեկիչներին, ապացուցել է բուլղարական Տրուդ պարբերականը։ Դիլիանա Գայտանջիևան մանրակրկիտ հետաքննությամբ բացահայտել է Ադրբեջանի պետական օղակների ներգրավվածությունը սկանդալային գործընթացին։ Ամենակարևորը, Բաքուն Սիրիա, Իրաք, Աֆղանստան, Պակիստան և Կոնգո զենք է մատակարարել դիվանագիտական բեռների անվան տակ։ Բոլոր պետությունները գիտեն, որ Ադրբեջանը միշտ էլ եղել է տարանցիկ տարածք միջազգային ահաբեկության համար, ասում է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։ Փաստաթղթերը ցույց են տալիս, որ տեղափոխվում են այլ երկրների զենքեր, պարզապես օգտագործում են ադրբեջանական ինքնաթիռները։ Այստեղ հիմնականում բիզնես է, այսպես ասենք, ադրբեջանական ընկերությունները պաշտպանության նախարարությունը զուտ բիզնեսով են զբաղվել։ Հետաքննությունը սկսել հաջողվել է բուլղարացի հաքերների Anonymous Bulgaria խմբի շնորհիվ, որը կոտրել է Սոֆիայում Ադրբեջանի դեսպանատան էջն ու փաստաթղթերը դարձրել հասանելի։ Ավելի հավանական է, որ Բուլղարիայում այդ հակաթուրքական տրամադրություններ կան, գիտեք, եւ ինձ թվում է այդ ալիքի վրա Ադրբեջանի վրա էլ հարձակումները գնացել։ Ադրբեջանը Բուլղարիային զենքը փոխանցելու թույլտվություն է տվել օգտագործելով արտգործնախարարության կապերը։ Դիվանագիտական խողովակներով արտգործնախարարությունը Ադրբեջանի դիմել է Բուլղարիայի արտգործնախարարությանը եւ ներկայացրել, թե ինչ են տեղափոխում եւ ինչ ուղղություններով այդ ինքնաթիռները։ Դիվանագիտականի անվան տակ 350 թռիչքներն իրականացրել է ադրբեջանական Silkway Airlines պետական ընկերությունը։ Իդեպ Silkway ընկերությունը ենթադրենք 35%-ը բաժնետոմսերի պատկանում Իլհամ Ալիևի աղջկան։ Այդ զենքի մի մասն Ադրբեջանն օգտագործել է Արցախի դեմ։ Հետաքննության արդյունքով 2016-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե իբր հայկական կողմը սպիտակ ֆոսֆոր է օգտագործել, կեղծիք է։ Տեղի ունեցածը ոչ միայն միջազգային իրավունքի, այլև օդային տրանսպորտի միջազգային ընկերության նորմերի աղաղակող ոտնահարում է, որի առաջ ըստ հետաքննող լրագրողի բազմաթիվ երկրներ աչք են փակել։ Սոնա Աղբալյան, Հակոբ Թումանյան, օրակարգ։ Եվրամիության կողմից ֆինանսավորվող մեծ Պոմպեյից ծրագրի շրջանակում Պոմպեյի 30 շենք է վերականգնվելու և բացվելու հանրության համար։ Այսուհետև շաբաթը 2 անգամ Պոմպեյ կարելի այցելել նաև երեկոյան, երեքշաբթի և հինգշաբթի օրերը հուլիսի 8-ից մինչև օգոստոսի 24-ը այցելուները կարող են վայելել տարածքի ձայնային և լուսավոր ցուցադրությունը։ Այցելուները կարող են պատկերացնել, թե ինչպիսին է եղել հին հռոմեական առևտրային քաղաքի կյանքը, որը հրաբխի հետևանքով կործանվեց մեր թվարկության 79 թվականին։ Հաջորդ թեմայի մասին ամռան տապից լողափ փախած հովեկներին մասնագետները հիշեցնում են ծովափնյա հանգստի վտանգների մասին։ Ափին պարկելիս, ջրում սիրաբանելիս մի մոռացեք պաշտպանվել։ Անկանոն սննդակարգի և սեռական անփույթ վարքագծի հետևանքները ուսումնասիրել է Վոլոդիա Հովսեփյանը։
Այն ժամանակ շատ ընտիր է եղել, ցավը տանեմ։ Կես դար է անցել, բայց հիշողությունները դեռ թարմ են։ Սովետական տարիներին ես անցկացնում եմ Եփատորիայում։ Շատ լավ։ Թիվը փոխվեց, հանգստի գոտին ընդլայնվեց, զվարճանքներն էլ։ Հանգստի մեկնելիս կարևոր է մտածել հիգիենայի եւ առողջության մասին, սրբիչը չտալ ուրիշին, սիրավեպն էլ կազմակերպել ջրից հեռու։ Հատկապես սեռական առողջությունը կարող է տուժել, ինչ առումով նախ սնկային հիվանդությունները։ Երբ որ ջրի մեջ են անում, կարող է վտանգներից մեկն էր, որ մեդուզա էր, չէ՞, կարող է մտնել։ Իհարկե։ Կարևոր է նոր մաքուր լվացած լողազգեստ ունենալ, եթե ռոմանտիկ հանդիպում էլ կա ծրագրում, չմոռանալ դեղատնից այն մանրուքն էլ վերցնել։ Անկանոն սննդակարգ, անփույթ սեռական վարքագիծ վերում է նրան, որ հանգստանալուց հետո անձը կարծես թե չի հանգստացել, այլ հակառակը հոգնած, սպառված։ Արձակուրդը նաև սթրեսով է հարուստ, հանգստի մեկնել գրպանի չափով, այլ ոչ թե կողքինին նայելով խորհուրդ է տալիս հոգեբանը։ Գիրուկ կանանցից շատերն էլ են դեպրեսիա ունենում։ I'll never drink like ծով, լողազգեստ եւ թմբլիկ մարմին, պետք է նաեւ հարաբերություններում հաշվենկատ լինելը։ Գնում է հարաբերությունների եւ հետո ամեն ինչը ավարտվում է, չէ՞, այդ այսպես կոչված կուրորտный роман, հա, նա հետո ինչ դեպրեսիվ վիճակում այդ կինը, դա կանանց է հիմնականում նա վերադառնում է հետ։ Կարևոր է հետևել խորհուրդներին, որ ամռան վայելքները աշնանը գլխացավանք չդառնան։ Վոլոդիա Հովսեփյան, Վաչագան Պետրոսյան, օրակարգ։ Էկոհանգստի գնացողներին այս շաբաթ եւ կիրակի Վայոց ձորի Արտավան գյուղում են սպասում այստեղ զբոսավարները փառատոնի մասնակիցներին կտանեն քայլարշավների, ձիարշավների եւ երկու լեզվով կպատմեն հայաստանաբնակ թռչունների, սողունների մասին։ Կորոնեն գանձեր, գիշերը աստղերը կզննեն փառատոնի կազմակերպիչներն են Երիտասարդ կենսաբանների ասոցիացիան եւ Ջերմուկի զարգացման կենտրոնը։ Լավ իմաստով վարակիչ է փառատոնների այս կազմակերպման գործընթացը եւ շատ լավ է, որ հատկապես հանրապետության տարբեր մարզերից, տարբեր համայնքներից, այդ թվում գյուղական համայնքներից եւ նաեւ երիտասարդական նման ակտիվ միություններից կան նախաձեռնություններ այս ուղղությամբ։ SIM-քարտ, որ անկախ գտնվելու վայրից ավտոմատ միանում է տվյալ երկրի առավել մատչելի ծառայություն մատուցող օպերատորին։ Հայ ծրագրավորողների ստեղծած Hello SIM-ի հնարավորություններին ծանոթացել է եւ կպատմի Լիանա Կարապետյանը։ IT ոլորտի հայ մասնագետների նոր ձեռքբերումը նվաճում է աշխարհը։ Երիտասարդ ծրագրավորողների 30 հոգանոց թիմը ստեղծել է միջազգային տուրիստական SIM-քարտ, որը գործում է աշխարհի 200 երկրում, աշխարհի 47 երկրում էլ ապահովում է ինտերնետի մեծ ծավալ։ Պրակտիկորեն ամբողջ աշխարհի, այսպես ասած, տուրիստական երկրները ներառված են դրա մեջ։ Իրականում 240 երկիր կա մոտավորապես, ոնցից 200-ը ծածկված են, 40-ը հեռավոր օվկիանոսային երկրներն են, որոնք ակտիվ չեն էլի տուրիզմի առումով։ Անկախ գտնվելու վայրից Hello SIM միջազգային տուրիստական քարտն ավտոմատ միանում է տվյալ երկրի առավել մատչելի ծառայություն մատուցող օպերատորին։ Մեր առաջարկը այնպեսին է, որ հաճախորդը այդ բոլոր, ոնց որ ասած, անհարմարությունները կարա շրջանցի, ունենա մեր քարտը եւ ստանա սպասարկումը հայերեն լեզվով եւ ոնց որ ասած միանգամից հենց օդանավը իջավ ինքը արդեն իր բոլոր կոմունիկացիաները ունենում է միացված։ Hello SIM-ն ապահովում է հեռախոսազանգեր, ինտերնետ կապ, SMS հաղորդագրություններ եւ բջջային կապի այլ ծառայություններ, էժան եւ որակյալ։ Այն 85%-ով կրճատում է ճամփորդողի բջջային կապի ծախսը։ Մեր ծրագրավորողների մտքի արդյունքը 1 տարվա ընթացքում դարձել է ոչ միայն հայ, այլև օտարերկրացի հազարավոր ճամփորդողների խելացի բարեկամը։ Լիանա Կարապետյան, Վաչագան Պետրոսյան, օրակարգ։ Լարված րոպեներ դասական երաժշտության Օսկարակրի մենահամերգից, որի մանրամասները արձանագրել է միայն օրակարգի տեսախցիկը։ Ինչու է Արկադի Վոլոդոսը 1.5 ժամ փակ պահել դահլիճի դռները։ Լուսին Մկրտչյանի ռեպորտաժում։ Միջանցքները բազմամարդ են, դռները փակ։ Ինչ է տեղի ունենում դռան ետևում, ոչ ոք չգիտի։ Ես չենք թողնում։ Չի ասել ամենահեշտ բանն է։ Մենք չենք իմանում, վերևում ենք, զանգեր ալինում, այդ զանգերի կամերան ու հանդիսատեսին ներս ենք թողնում։ Ժամը 7-ին նախատեսված համերգի զանգերը 8-ին էլ չհնչեցին։ Հանդիսատեսը դժգոհեց, բայց սպասեց։ Ես հաճախ եմ գալիս օպերա, այն միշտ գրկաբաց է ընդունում ինձ։ Հիմա չեմ հասկանում, թե ինչու մեզ ներս չեն թողնում։ Մարդկանց ներս չթողնելու կարգադրությունը պարզվեց Վոլոդոսն է տվել, անձամբ, նույն ինքը Արկադի Վոլոդոսը, դասական երաժշտության Օսկարակիրը։
Փակ դահլիճում Վոլոդոսը երկու գործով է զբաղված՝ օդափոխության ու դաշնամուրի որակն է ստուգում, նորից ու նորից։ Տարին ընդամենը 2 համերգ ունեցող Գերաստղը միշտ է այսպիսին, դաշնամուրին երկար է հարմարվում։ Վոլոդոսը կմահաճ է նաև իր համերգների ընտրության հարցում։ Դահլիճներն անձամբ են ընտրում, համերգը ծրագրում 4 տարի առաջ։ Տոմսերը գնելու համար տոմսարկղերին պետք է մոտենալ ամենակիչը 1 տարի առաջ։ Հայաստանում, սակայն, տոմսերի փոխարեն հրավիրատոմսեր են, հիմնականում։ Տեղում ծանոթանամ Վոլոդոսի։ Մենք հրավիրատոմսով ենք։ Տվեր եմ ստացել։ Բեմ բարձրանալուց առաջ էլ դաշնակահարը եւս մեկ պահանջ է ներկայացնում՝ ոչ մի տեսախցիկ։ Չի կարա, չի թողում։ Դաժե չթողես մեկ մատ ֆոտո անեմ։ Ասում ես չեմ կարող նվագել։ Դաշնամուրին մոտենալիս մի 5 րոպե գործիքին նայեց, երբ մտեց՝ նվագի, թե ոչ, եւ նվագեց։ Լուսին Մկրտչյան, Հակոբ Սարգսյան, օրակարգ։ Եվ վերջում բարձր ջերմային ֆոնը դեռ մի քանի օր կպահպանվի հովտային գոտիներում, ցերեկը կանխատեսվում է մինչև 40 աստիճան տաքություն եւ հրդեհավտանգ վիճակ ուլտրամանուշակագույն ճառագայթման բարձր ինդեքսով։ Առողջապահության նախարարությունը հիշեցնում է շոկի դեմ պայքարի 3 ոսկե կանոնները՝ հագնել օդափոխությունն ապահովող արտահագուստ, դեմքն ու ձեռքերը հաճախ սառը ջրի տակ պահել, աշխատանքային լարված գործերը կազմակերպել օրվա զով ժամերին։ Այսքանը նոր լուրերով օրակարգը եթերում կլինի ժամը 13-ին, կհանդիպենք այդ ժամը։